Խելացի զրույց փողի մասին։ Այս տարի փողի միջազգային շաբաթը Գյումրիում անցկացվում է երիտասարդների տանը։ Ֆինանսական գրագիտության երրորդյա դասընթացը կազմակերպել է Կենտրոնական բանկը դպրոցականների եւ ուսանողների համար։ Մենք խոսելու ենք փողի մասին որպես վճարամիջոց, փողի մասին որպես խնայողության միջոց եւ ընդհանրապես արդի զարգացումներից փողի շուկայում, այդ թվում նաեւ բլոկչեյն տեխնոլոգիաներից ենք խոսում, կրիպտոակտիվների մասին եւ բոլոր այն ռիսկերը, որոնք որ հնարավոր է այդ շուկայում հանդիպեն։ Սա Հայաստանում ամենամյա նախաձեռնություն է սկսած 2014 թվականից։ Նպատակն է զարգացնել երիտասարդների ֆինանսական մտածողությունը եւ ձևավորել անձնական ֆինանսների կառավարման հմտություններ։ Փողը շատ կարևոր է բոլորիս համար, բայց մենք նաեւ խուսափում ենք մի տեսակ փողի մասին խոսելուց, այն շատ արժևորելուց, չնայած որ չափազանց կարևոր միջոց է մեր նպատակներին հասնելու եւ մեր կյանքը բարեկեցիկ կազմակերպելու համար։ Ֆինանսական գրագիտության դասընթացը հետաքրքիր է երիտասարդներին։ Նրանք նշում են, այստեղ ստացած գիտելիքները կիրառելի են առօրյա կյանքում եւ օգնելու են ճիշտ որոշումներ կայացնել։ Այս տարում մեզ պետք է հենց երիտասարդների ֆինանսական կառավարումը, ոչ թե միայն գումարը կառավարել, այլ օգուտ տա, որ լինենք ավելի պատասխանատու, ավելի ձեռք բերել ավելի մեծ հմտություններ, որը հուսով եմ պետք ու կա ապագայում, քանի որ հենց շարունակելու եմ հենց բիզնես կառավարման ոլորտով եմ գնալու առաջ, դա այսպես շատ օգուտ է տալիս ինձ։ Դասընթացից ակնկալում էի բազում գիտելիքներ եւ կարեւոր հմտություններ։ Դասընթացին ներկա գտնվելուց հետո կարող եմ հաստատել այդ ամենը։ Պարոն Նահապետյանը շատ խելացի եւ կիրճ ձևով ներկայացրեց այս կարեւոր թեման։ Բոլորս շատ յուրացրել ենք եւ հուսամ կօգտագործենք այն մեր կյանքում։ Դասերի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում նաև ֆինանսական անվտանգությանը խաբեություններից խուսափելուն։ Ես եղա նաև Արտիկ խոշորացված համայնքում շատ արդյունավետ հանդիպում ունեցա տեղի երիտասարդների հետ։ Կարող եմ ասել, որ հաճելիորեն զարմացած եմ իրենց գիտելիքներով եւ տեղեկացվածությամբ եւ հարցերի այն մակարդակով, որոնք իրենք ուղղում էին ինձ։ Ֆինանսական գրագիտության դպրոցի կազմակերպիչները վստահ են, նման ծրագրերը ոչ միայն գիտելիք, այլև մտածողություն են ձևավորում, որը երիտասարդներին կօգնի ապագայում ավելի վստահ եւ պատասխանատու տնօրինել իրենց ֆինանսները։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։